Մարտի 31-ին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Իջևանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին, խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծեց ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջեց անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ։ Անդրադառնալով տարածաշրջանի առանձնահատկություններին, ոստիկանության պետն ընդգծեց. Տարածքը առանձնահատուկ է, որովհետև ունի սահման Հարևան պետության հետ։ Առանձնահատուկ է, որովհետև ժողովուրդն է առանձնահատուկ, սակայն ես այդ առանձնահատկության մեջ չեմ տեսնում մեր ոստիկանների առանձնահատկությունը։ Մենք համայնքային ոստիկանություններ ստեղծեցինք նպատակ ունենալով, որ այդ համայնքային ոստիկանները այս կամ այն համայնքում շաղախված ժողովրդի գյուղացու քաղաքացու հետ աշխատեն, բերեն որակական փոփոխության եւ իրենց եւ քաղաքացուն գյուղացուն, որ գյուղի ակտիվ հետ աշխատեն, գյուղապետի հետ աշխատեն, որ շատ ժամանակ մեր գյուղացին ուղղակի խոսքի կարիք ունի, ուղղակի օգնության կարիք ունի, որ մի գրագետ մարդ, որը ես ենթադրել ու ենթադրում եմ, որ պետք է լինի ոստիկանը, կարողանա իրավական օգնություն ցույց տա, կարեն դարդին դարման անի, օգնի ու աջակցի, հատկապես այս կողմի ժողովուրդը, որ մենք սահման ունենք, որ կրակոցի տակ է հողից հացքամում, այստեղ յուրահատուկ է պետք մոտեցումը։ Այս խնդիրը միայն համայնքային ոստիկանությունը չի կարող լուծել։ Եթե նրա այդ օպերատիվ աշխատակիցը չլինի, եթե նրա այդ անչափահասների այդ աշխատողները չլինեն, եթե ծառայությունը դեր չկանգնի այդ իրավիճակին։ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային և համայնքային ոստիկանության պատասխանատուներին կարգադրեց հոգացու վերաբերմունք դրսևորել դժվար աշխատանքով բարիք ստեղծող գյուղացու հանդեպ։ Վերևից պետք է չնայել գյուղացուն, գյուղացին հողից հացակամում։ Գյուղացու նկատմամբ իմ մոտեցումները եղել են, կան և շարունակելու են լինել հոգատար և սրտացավ։ Ինձնից շատ ավելի հոգատար և սրտացավ և սկզբունքային այդ հարցում պետք է լինեք դուք, որովհետև դուք ձեր ազգականները, ձեր բարեկամները, ինչու՞ չէ, շատ ժամանակ հենց ինքները դուք հողի մարդիկ եք, հող այդ աշխատող ու շփվող մարդիկ եք։ Եթե ոչ դուք, էլ ով պետք է ավելի լավ հասկանա այդ գյուղացուն, այդ գյուղացու հացի խնդիրը, այդ գյուղացու կենդանու խնդիրը, դուք այս հողի ջրի մարդիկ եք։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայողական և կազմակերպչական այլ հարցեր ևս։ Ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների պատասխանատուներին։ Մարտի 31-ի վաղ առավոտյան, երբ մարդիկ շտապում էին աշխատանքի, երեխաները դպրոց, ավելի փոքրերը մանկապարտեզ, Մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին։ Իրավիճակն արտակարգ էր, գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ։ Եվ դժվար է ասել, ինչ ընթացք կունենար այս ամենը, եթե չմիջամտեր նույնպես աշխատանքի շտապող ոստիկանը։ Այսօր ուրեմն առավոտյան ժամը 8-ի սահմաններում աշխատանքի գնալու ճանապարհին Չարենց փողոցի 7 շենքի հարևանությամբ նկատել եմ քաղաքացիների, որոնք միմյանց հետ վիճաբանում էին։ Այդ ժամանակ նրանցից մեկը կրակեց նրանցից մեկի վրա եւ երեքով նստելով տաքսի, իրանց սպասող տաքսի ավտոմեքենան դիմել են փախուստին։ Կամ պետքա տուժողին օգնեինք, կամ պետքա կատարողներին հետապնդեինք, եւ քանի որ տուժողին մոտեցավ քաղաքացի եւ օգնություն էր արդեն ցուցաբերում, մենք հետապնդեցինք կատարողներին։ Երևան քաղաքի տարբեր փողոցներով դիմել են փախուստի, մենք հետապնդել ենք, կապի մեջ ենք եղել Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, մեզ են մոտեցել քաղաքի վարչության ծառայողները, բարեկապահակետային, նրանց հետ համատեղ խմբին կանգնացրել ենք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ,
եւ բոլորին մեքենայով հանդերձ բերման են ենթարկել կենտրոնականի բաժին։ Բերման ենթարկվածներն էին Երևանի բնակիչներ 1990 թվականին ծնված Դավիթ Հարությունյանը, 1988 թվականին ծնված Երջանիկ Մարտիրոսյանը, 1992 թվականին ծնված Լևոն Ադամյանը եւ տաքսու վարորդը։ Ռասիան մոտ ենք, այնտեղ խմացություն կար էլի թեթևակի։ Այդպես պայմանավորվանք եկանք չարենց, իրար ճիշտ չհասկացանք, ուղղակի օդ եմ կրակել։ Պիստոլետնը շարիկ էր։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է Բայկալ մագնիշի օդամղիչ ատրճանակը, ձեռնարկվում են միջոցառումներ Ոմն Արմենի ու Գևորգի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է քննություն։